Երեք տեղի ունեցել Անելիք բանկի և վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարների հանդիպումը կնքվել է էներգախնայողությանն ուղղված ծրագրերի վարկավորման պայմանագիր, որն առաջինն է Հայաստանում։ Պայմանագրի շրջանակներում զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկը Անելիք բանկին կտրամադրի 3 միլիոն ԱՄՆ դոլար կամ համարժեք դրամ վարկ 5 տարի ժամկետով։ Վարկավորման բուն գործընթացը սկսվելու է հոկտեմբերի 19-ից։ Սա երկու բանկերի միջև կնքված երկրորդ պայմանագիրն է, առաջինը 6 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիրը փոքր և միջին բիզնեսների վարկավորման վերաբերյալ կնքվել էր սեպտեմբերի 15-ին։ Ծրագիրը Եվրոբանկի հետ առաջինն է, որովհետև սա ուղղված է ոչ միայն հեկերի կառուցմանը և ոչ այնքան, ինչքան որ բոլոր այն ծրագրերին, որոնք որ ուղղված են էներգոխնայողությանը։ Այսինքն դա կարող են լինել հիմնարկ ձեռնարկություններ, որոնք որ ասենք ուզում են մեծ հիմնարկություններ, որոնք որ ուզում են փոխարինել իրենց, ասենք, լուսավորությունը, ավելի էներգոխնայող լուսավորություն։ Մենք այսօր ստորագրում ենք կայուն էներգիայի արդյունավետության մասին պայմանագիր 3 միլիոն դոլարի չափով։ Ես պետք է նշեմ, որ սա նմանատիպ առաջին պայմանագիրն է, որը ստորագրվել է Հայաստանի հետ։ Հայաստանում հիմա շատ ընկերություններ հասկանում են, որ պետք է ներդրումներ կատարեն էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, եւ այս պայմանագիրը ստորագրվում է հենց այդ նպատակով։ Մեր աշխատանքը, ինչպես ես արդեն ասացի, կայանալու է նրանում, որ մենք օգնենք բանկին գտնել, ճանաչել այն ներդրումային ծրագրերը, որոնք կհամապատասխանեն ամսև ծրագրի կողմից նախատեսված վարկային գծի իրականացման կրիտերիաներին, կլինեն համապատասխան։